Փառք Տիրոջը սիրելի եկեղեցի, եկեք աղոթքով սկսենք։ Փառք քեզ ամենակարող Տեր, շնորհակալ ենք, որ թույլ ես տվել այս անգամ էլ կանգնել քո առաջ, այս անգամ էլ լսել քո խոսքը։ Խնդրում ենք տուր մեզ խոսք քո բերանից դուրս եկած, որ մենք ապրենք Տեր իմ Աստված քո խոսքով և քայլենք քո կամքի մեջ, Տեր իմ Աստված, հանձնում ենք քո ձեռքերի մեջ այսօրվա խոսքը, այսօրվա ծառայությունը, փառք ու գոհություն քեզ, սիրելի Հայր, Որդի և Սուրբ Հոգի, հալելույա, ամեն։ Փառք Տիրոջը սիրելի եկեղեցի, արդեն օրվա ասեց, այսօրվա խոսելու ենք Տիրոջ մուտքը Երուսաղեմ ծաղկազարդի մասին, որ կոչվում է, մեր ազգը տոնում է որպես ծաղկազարդ, թե ինչ մեծ շուքով դիմավորեցին Տեր Հիսուսին, թե ինչպես նա եկավ։ Եկեք անգամից կարդանք Մատթեոս 21-րդ գլուխ առաջի խոսքից։ Եվ երբ մոտեցան Երուսաղեմին և եկան Բեթփագե դեպի Ձիթենիաց լեռը, այն ժամանակ Հիսուսը իր աշակերտներից երկուսին ուղարկեց ասելով. գնացեք ձեր դիմացի գյուղը և անմիջապես այնտեղ կապված մի էշ կգտնեք, քուռակի հետ, արձակեք ու բերեք ինձ մոտ, և եթե մեկը ձեզ որևէ բան ասի, ասեք, թե Տիրոջը պետք են և իսկույն կուղարկի։ Այս ամենը եղավ, որպեսզի կատարվի մարգարեի խոսքը, որ ասում է. ասացեք Սիոնի աղջկան, ահա քո թագավորը քեզ մոտ է գալիս հեզ և էշի քուռակի վրա նստած։ Փառք Տիրոջը։ Տերը եկավ էշի վրա նստած, սա մի տեսակ խորհրդանիշն էր խաղաղության, որ նա խաղաղությունով էր եկել, այլ ոչ թե եկել էր պատերազմելու, քանի որ սպասում էին իրան որպես թագավորի, որ պետք է գար ու իրանց ազատ էր, որովհետև իրանք պատրաստվում էին Զատիկի տոնին, իսկ Զատիկը այն տոնն է, որ Աստված իրանց ազատեց գերությունից, Եգիպտոսի, և իրանք հավաքվել էին, տարբեր տեղերից եկել էին հրեաները, ու շատ մեծ բազմություն կար ու սպասում էին, որ պետք է Մեսիան գա իրանց ազատի։ Եվ լսել էին Հիսուսի մասին, որ նա մեծ հրաշքներ էր գործում, գրված է դրանից առաջ նա բժշկել էր Ղազարոսին, որ 4 օրվա մահացած էր և մարդիկ մի ուրիշ հավատքով սպասում էին նրա գալստան։ Եվ Տերը ուղարկեց, որ գնան այդ ավանակին բերեն, ինչպես որ գրված էր միջև այդ Զաքարիայի 9:9-ում, որ եկեք կարդանք դա այդ տեղն էլ։ Մեծապես ուրախացիր, ով Սիոնի աղջիկ, ցցությամբ աղաղակիր, ով Երուսաղեմի աղջիկ, ահա քո թագավորը գալիս է քեզ մոտ, նա արդար ու փրկաբեր է, հեզ և էշի վրա հեծած, այսինքն էշի քուռակի ավանակի վրա նստած։ Այսինքն դա մինչև Քրիստոսի գալը երկրի վրա արդեն գրված էր, որ նա պիտի այդ կերպով գա։ Եվ մարդիկ սպասում էին իրան և նա եկավ հենց էշի վրա նստած։ Մարդիկ պատկերացնում էին, որ նա հիմա պետք է ոչնչացնի հռոմեական այդ բանակը և իրանց ազատի, բայց Տերը ուրիշ նպատակ ուներ։ Այստեղ հետաքրքիր է այդ մարդը, որ տվեց ուղղակի այդ ավանակը, այստեղ գրված չի մանրամասներ, բայց հնարավոր է նա Աստծուց զգուշացվել էր արդեն, որ պետք է գան և քո ավանակը պետք է տաս, ավանակը և իր քուռակի հետ։ Այն ժամանակ ամեն մարդ չուներ այդ հնարավորությունը ավանակ ունենալու, և նա ուներ այդ ավանակը և տրամադրեց, որպեսզի Տեր Հիսուսը գա Երուսաղեմ։ Երուսաղեմը մի տեսակ
մեր խորհրդանիշն է, դա մենք ենք, որ Տեր Հիսուսը գա մեր կյանք։ Եվ երբ որ մենք ինչ-որ մի բան ենք տրամադրում, դա զոհ էր այդ մարդու կողմից, որ զոհաբերեց իր ունեցվածքը, հիմա ոնց որ մի նոր մեքենա առնես, որ ոչ մեկ չի նստել այդ մեքենայի մեջ, ու քանի որ Տիրոջից լսեց այդ կանչը, ինքը տվեց այդ մեքենան, այդ միջոցը, որպեսզի Տեր Հիսուսը գա Երուսաղեմ եւ իր կյանքը տա իմ ու քո փրկության համար։ Մեր զոհերը ծառայում են, որ խոսքը հասնի ինչ-որ մեկին, ինչ-որ մեկի զոհը ծառայելա, որ խոսքը Տեր Հիսուսը գա մեր կյանք։ Շարունակենք եւ 6-րդը աշակերտները գնացին եւ ինչպես Հիսուսը պատվիրել էր, իրեն արեցին եւ բերեցին էշին ու քուռակը, դրանց վրա գցեցին իրենց հանդերձները եւ նրան նստեցրին վրան։ Եվ խիստ մեծ բազմություն իրենց հանդերձները ճանապարհին փռեցին, ոմանք էլ ծառերից ճյուղեր էին կտրում եւ սփռում ճանապարհին։ Եվ առջևից եւ ետևից գնացող բազմությունը աղաղակում էր եւ ասում. «Ովսաննա Դավթի որդին, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, Ովսաննա բարձրյալին»։ Ովսաննա նշանակում է փրկիչը եկավ։ Այսինքն իրանք հասկացել են, որ դա հենց Մեսիան է եկել։ Եվ իրանք հանդերձներն էին հանում։ Հիմա երբ որ տեսնում ենք մի երկրի ղեկավար գնում է կարմիր գորգ են փռում, չէ՞, այստեղ մարդիկ այնքան ուրախ էին, այնքան էին հասկացել, թե ով է գալիս, իրանց միակ հույսն էր փրկիչներ այդ վիճակից։ Ծառերից ճյուղեր էին պոկում, իրանց զգեստները հանում գցում էին, որ ինքը գա անցնի իր զգեստների վրայով։ Եվ նա մտավ Երուսաղեմ, ամբողջ քաղաքը դղրդաց, եւ ասում էին. «Ով է սա»։ Եվ ժողովուրդն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է, Գալիլեայի Նազարեթից»։ Այսինքն այնքան մեծ շուկով դիմավորեցին, որ քաղաքը դղրդաց։ Պատկերացրեք, այնտեղ հազարավոր մարդիկ էին եկել, մոտ 100,000, 200,000, եւ այդ ամբողջ քաղաքն ով է սա, որ ասենց մեծ շուկով դիմավորում են։ Այստեղ կուզեմ կարդանք նաեւ Ղուկաս 19:38-ից։ Ասելով օրհնյալ է թագավորը, որտեվ այս մուտքը Երուսաղեմ Հիսուսի 4 ավետարաններում գրված է։ Ու ամեն ավետարանիչը մի բանի վրա մի քիչ ավելի մանրամասնագրել, մեկը մի բանն ավելի կենտրոնացել, դրա համար ուզում եմ այստեղն է կարդանք։ Ասելով օրհնյալ է թագավորը, որ գալիս է Տիրոջ անունով, խաղաղություն երկնքի մեջ եւ փառք բարձրունքներում։ Եվ ժողովրդի միջից փարիսեցիներից ոմանք ասացին նրան. «Վարդապետ, հանդիմանիր աշակերտներիր»։ Հիսուսը պատասխանեց եւ ասաց նրանց. «Ասում եմ ձեզ, եթե սրանք լռեն, քարերը անմիջապես պիտի աղաղակեն»։ Տեսեք, միջև այդ Տեր Հիսուսը բացահայտ չէր գործում, իր Մեսիա լինելը չէր հայտնում։ Նույնիսկ եթե հրաշքներ էր անում, նա չէր ասում ոչ մեկի չասեք։ Բայց հիմա եկել էր ու նրան որպես փրկիչ էին ընդունում, եւ դա իհարկե փարիսեցիներին դուր չէր գալիս, եւ նրանք ասում էին սաստիր նրանց, որ չաղաղակեն, որ քեզ Մեսիա չկոչեն, փրկիչ չկոչեն։ Եվ մտածում ենք այն Հիսուսը, որ միշտ ավելի համեստ էր, հեզ էր վարվում, ասենք, տենց հարցերում, ինքը կսաստի, որ չգոռան։ Բայց Տեր Հիսուսը ասաց, եթե սրանք էլ լռեն, քարերը պիտի խոսան, որովհետև ժամանակն էր, որ բոլորը իմանային, որ Մեսիան եկել է։ Եվ մոտեցավ քաղաքը, տեսավ ու լացեց նրա վրա ասելով. «Գոնե այս քո օրվա մեջ գիտենայիր, թե
ինչու է քո խաղաղությունը, սակայն հիմա դա ծածկվեց քո աչքերից։ Տեր Հիսուսը տխրեց, քանի որ մարդիկ չգիտեին, թե ինչու է իրանց խաղաղությունը։ Իրանք ուրիշ մեսիայի էին սպասում։ Իրանք ուրիշ սպասելիքներ ունեին։ Մարդիկ, երբ որ ընդունում են Տեր Հիսուսին իրանց կյանք, ուրիշ պատկերացումներ ունեն։ Մտածում են, այդ պահից ամեն բան լավ կլինի իրանց կյանքում։ Ամեն չարը կպարտվի, արդարությունը կհաստատվի, խաղաղությունը կգա, բայց Տեր Հիսուսը ուրիշ նպատակ ուներ։ Տեր Հիսուսը եկել էր իր կյանքով մեզ ազատեր մեր մեղքերից։ Այո, նա կգա, խաղաղությունը կհաստատի, կդատի աշխարհը, բայց դա կլինի ոչ հիմա, ոչ այդ ժամանակ։ Եվ մենք պետք է անցնենք այս ճանապարհը։ Ամեն մեկից տրված է մի հոգևոր ճանապարհ, որ մենք պետք է անցնենք, բայց ամեն մարդ պատրաստ չի այդ ճանապարհը անցնելու։ Եվ Տերը Հիսուսը տխրեց, քանի որ նրանք չճանաչեցին իրանց մեսիային, իրական մեսիային չճանաչեցին, եւ իրանց վրա գալու էր մեծ ավերումներ, եւ Տեր Հիսուսը տեսավ այդ ամեն ինչը եւ լացեց նրանց վրա։ Գոնե այս քո օրվա մեջ գիտենայիր, թե ինչու է քո խաղաղությունը, ինչու է քո խաղաղությունը, սակայն հիմա դա ծածկվեց քո աչքերից, որովհետև օրեր պիտի գան վրատ, երբ թշնամիներդ պիտի շրջապատեն քեզ, 4 կողմից պաշարեն ու ամեն կողմից նեղեն քեզ, եւ հիմնահատակ պիտի ավերեն քեզ ու սպանեն զավակներիդ, քարը քարի վրա չթողվի, որովհետև չճանաչեցիր քո այցելության ժամանակը։ Ինչ է լինում մարդու հետ, եթե մարդը չի ճանաչում Տիրոջ գալը իր կյանքը։ Եթե մարդը իր հասկացածով է ուզում, իր պատկերացրած Աստծուն է ուզում ընդունի, եւ իհարկե չի լինում այնտեղ հնազանդություն Աստծուն, իրական ընդունում չի լինում Աստծուն մեր կյանք եւ հետևանքները շատ ավելի չեն լինում։ Ուզում եմ շարունակենք Հովհաննես 12-րդ գլուխ։ խոսքից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի եւ չմեռնի, այն միայն կմնա, իսկ եթե մեռնի, շատ պտուղ կբերի։ Այստեղ Տերը ասում էր իր մահվան մասին, որ նա պետք է մահանա եւ շատ պտուղ բերի, որն էր այդ պտուղները։ Դա այն մարդիկ են, որ պիտի հավատան եւ փրկվեն։ Եթե չմեռնի, մենակ ինքը կմնա։ Իսկ Հիսուսը կարող լավ կյանք ապրեր ու գնար, մենակ ինքը գներ, իրան կմնար այդ պահին։ Բայց երբ որ նա կյանքը տվեց, շատ շատերին փրկեց։ Նա, ով սիրում է իր կյանքը, պիտի կորցնի այն, եւ ով ատում է իր կյանքը այս աշխարհում, պիտի պահի այն հավիտենական կյանքի համար։ Երբ որ մենք այս կյանքի մեջ մերն ենք փնտրում, մեր լավ կյանքն ենք փնտրում, այն պիտի կորցնենք։ Բայց երբ որ մենք պահում ենք մեր ամեն ցանկությունները եւ ապրում ենք Տիրոջ կամքով, այդ լավը մենք պահում ենք հավիտենականության մեջ ապրելու համար։ Եթե մեկն ինձ ծառայի, թող իմ ետևից գա, եւ որտեղ ես եմ, այնտեղ էլ իմ ծառան պիտի լինի։ Եթե մեկն ինձ ծառայի, իմ հայրը պիտի պատվի նրան։ Ասում եմ, որտեղ ես եմ, այնտեղ պիտի լինեն նրանք, ովքեր ինձ ծառայեցին։ Ասում եմ, եւ այն ժամանակ երևա ծառայողի եւ չտարեն։ Երբ որ տենում եմ արամ եղբայրը ծառայում, ասես մուտքի մոտ եկեղեցի, այդ խոսքը միշտ հիշում եմ։ Հիմա հոգիս
խռոված է եւ ինչ ասեմ, հայր փրկիր ինձ այս ժամից, ասում է ինչ ասեմ, հայր փրկիր ինձ այս ժամից, միթե ես պիտի ասեմ հայր փրկիր ինձ, որ ես կյանքս չտամ ձեր համար։ Սակայն հենց այս նպատակի համար ես եկա այս ժամին։ Ես գիտակցված եկել եմ կյանքս տալու։ Հայր փառավորիր քո անունը եւ երկնքից ձայն եկավ ասելով ես թե փառավորեցի այն եւ թե նորից պիտի փառավորեմ եւ ժողովուրդը որ կանգնած էր եւ լսեց դա ասում էր որոտմունք եղավ ուրիշներն ասում էին հրեշտակ խոսեց նրա հետ Հիսուսը պատասխանեց եւ ասաց այս ձայնը ոչ թե ինձ համար եկավ այլ ձեզ համար Շատերը կլսեն եւ կասեն որոտմունք էր եւ մի հրեշտակ խոսեց բայց նրանք ովքեր որ լսում են իր ձայնը ասում են ինձ հավատացողները իմ ձայնը կլսեն նրանք գիտեն որ Աստված խոսեց Աստված փառավորեց որ այն ինչ որ կատարվել է 2000 տարի առաջ դա Աստծուց է եղել եւ մեր փրկության համար եւ ինչ որ պիտի լինի դա նույնպես Աստծուց է քանի որ ամեն մի գրվածը պիտի կատարվի բայց հարցը այն է թե ամեն մի լսողի մեջ ինչ որ բան կփոխվի կհավատա Տեր Հիսուսի ամեն մի խոսքին Հիմա այս աշխարհի դատաստանը, հիմա այս աշխարհի իշխանը դուրս պիտի գցվի։ Եվ երբ ես երկրից բարձրանամ, բոլոր մարդկանց դեպի ինձ պիտի ձգեմ։ Տեր Հիսուսը մեզ ձգում է դեպի իրան։ Նա այս ասաց, որ ցույց տա, թե ինչպիսի մահով պիտի մեռնի։ Ժողովուրդը պատասխանեց նրան. Մենք օրենքից լսել ենք, որ Քրիստոսը մնում է հավիտյան, իսկ դու ինչպես ես ասում, պետք է, որ մարդու որդին բարձրացվի, ով է այս մարդու որդին, մարդկանց մեջ կասկած ընկավ։ Նրանք գիտեին, որ Մեսիան պիտի գա և նրա թագավորությունը հավիտյան պիտի լինի։ Այո, Մեսիան կգա և նրա թագավորությունը հավիտյան կլինի։ Հիսուս էլ նրանց ասաց, դեռ մի քիչ ժամանակ լույսը ձեզ հետ է, քայլեք, քանի լույս ունեք, չլինի, թե խավարը ձեր վրա հասնի, քանի որ խավարում քայլողը չգիտի, թե ուր է գնում, ամեն։ Ամեն մեկը, որ Տիրոջը չի ճանաչում, խավարում է քայլում, ու չգիտի, թե ուր է գնում, չգիտի, թե իր հետ ինչ է լինելու։ Քանի դեռ լույսը ձեր հետ է, քայլեք լույսի մեջ։ Գնահատեք այն լույսը, որ ունեք ձեր մեջ։ Գնահատեք ամեն մի Աստծո խոսքը, որ հասել է ձեզ։ Քանի դեռ լույս ունեք, հավատացեք լույսին, որ դուք լույսի որդիներ լինեք։ Հիսուսն այս բաները խոսեց եւ բաժանվեց ու թաքնվեց նրանցից։ Փառք Տիրոջ, որ մենք լույսը ունենք եւ պահում ենք մեր մեջ ու ամեն անգամ մենք հավաքվելով, ամեն անգամ խոսքը լսելով մեր մեջ Աստծո լույսը ավելանում է եւ շատանում է 42 խոսքից Բայց եւ այնպես իշխաններից էլ շատերը հավատացին նրան, սակայն փարիսեցիների պատճառով չէին դավանում նրան, որ ժողովարանից դուրս չվտարվեն Տեսեք, նաև իշխանավորները, փարիսեցիները հավատացին իրանց մեջից մարդիկ, բայց ասում է, գիտեին, որ եթե ցույց տային, որ հավատում են, իրանց դուրս կհանեն։ Ինչքան մարդիկ կան, որ հավատում են, բայց ամաչում են, հավատում են, որ Տեր Հիսուսը եկել է, խաչվել է, բայց չեն կարող քայլ անեն, որովհետև պետք է զոհ անեն դրանից հետո։ Իրանց հպարտությունը, իրանց դիրքը Իրանց դուրս կհանեին։ Իրանց դիրքը ավելի կարևորեցին, մարդկանց կարծիքը ավելի կարևորեցին, քան թե իրանց փրկությունը։ Որովհետև մարդկանց փառքն ավելի սիրեցին 43 խոսք, քան թե Աստծո փառքը։
Հիսուսն աղաղակում էր ու ասում. «Ով ինձ հավատում է, ոչ թե ինձ է հավատում, այլ նրան, ով ինձ ուղարկեց։ Եվ նա, որ տեսնում է ինձ, տեսնում է նրան, որ ինձ ուղարկեց։ Ես աշխարհին լույսը եկա, որ ով ինձ հավատա, խավարի մեջ չմնա։ Եվ եթե մեկն իմ խոսքը լսի եւ չհավատա, ես չեմ դատում նրան, որովհետեւ ես չեկա, որ աշխարհը դատեմ, այլ որ փրկեմ աշխարհը։ Ով մերժում է ինձ եւ իմ խոսքերը չի ընդունում, կա մեկը, որ դատում է նրան, այն խոսքը, որ ես խոսեցի, դա կդատի նրան վերջին օրը»։ Տեր Հիսուսը եկավ աշխարհը փրկելու եւ հիմա էլ փրկության ժամանակն է, բայց ասում է կա մեկը, որ ձեզ դատելու է, դա Աստծո խոսքն է։ Խոսքն է դատում։ Խոսքը նաեւ փրկում է, արդարացնում է, նայած թե դու խոսքի որ մասի մեջ կլնես։ Փրկության բաժինի մեջ կապրես, թե դատաստանի համար քեզ կպատրաստես։ Տվել է Տեր Աստված մեզ ընտրության հնարավորություն, թե մենք ինչ կյանքով կապրենք։ Շատերը կլսեն, ոնց որ Սեյվնացյանի առակի մեջ, որ ասում է, լսեցին, ուրախությամբ ընդունեցին, այս մարդիկ ուրախությամբ ընդունեցին Տեր Հիսուսի գալը իրանց կյանք։ Բայց նրանք գիտություն չունեին, արմատ չունեին, իրականում չընդունեցին նրան։ Եվ մի քիչ անցավ եւ գոռում էին խաչեք նրան, որովհետեւ չէր արդարացրել իրանց ծրագրերը։ Մատթեոս 21:12 խոսքը։ Եվ Հիսուսը մտավ Աստծո տաճարն ու այնտեղից դուրս հանեց նրանց, ովքեր տաճարում, վաճառում եւ գնում են, եւ փոխողների սեղանները, աղավնի վաճառողների աթոռները շուռ տվեց։ Հիսուսը գնաց տաճար եւ ամեն առևտուր դա խորհրդանշում է մի տեսակ մեր մեղքերը, երբ որ մենք թույլ ենք տալիս Տեր Հիսուսը գա մեր կյանք, նա նախ մաքրում է մեր մեղքերը։ Գրված է դուք Աստծո տաճար եք եւ Աստծո հոգին պիտի բնակվի ձեր մեջ։ Բայց երբ որ Աստված գալիս է մեր մեջ, տեսնում է սուտ, կեղծիք, խաբեություն, նա նախ այդ մեղքերն է մեր մեջից մաքրում, ցույց է տալիս մեր մեղքերը։ Եվ ասաց նրանց գրված է. իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների ворջ եք դարձրել։ Սիրելիս, մեր կենթանի տաճարները աղոթքի տուն պետք է լինեն եւ գրվածքով պիտի մաքրվի մեր մեջ խոսքի համաձայն։ Եվ տաճարի մեջ կույրեր ու կաղեր մոտեցան նրան ու նա բժշկեց նրանց։ Տեսեք, նախ մաքրեց մեղքերից, հետո բժշկեց։ Նա մեր մեջ գալիս է, մաքրում է, հետո բժշկում է։ Եվ գլխավոր քահանաներն ու դպիրները տեսան նրա արած հրաշքները եւ մանուկներին ու տաճարի մեջ աղաղակում էին ու ասում էին. «Ովսաննա Դավթի որդուն» եւ նրանք զայրացան։ Նա բժշկեց եւ այնտեղ մանուկները գոռում էին. «Ովսաննա, ով սա փրկիչն է»։ Եվ դա իհարկե դուր չեկավ քահանաներին։ Եվ ասացին նրանց. «Լսում ես դրանք ինչ են ասում»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Այո, դուք երբեք չեք կարդացել, թե մանուկների ու ծծկերների բերանով օրհնություն կատարեցիր»։ Եվ նրանց թողնելով գնաց քաղաքից դուրս դեպի Բեթանիա ու այնտեղ գիշերեց։ Նրանց ասաց. «Չեք լսել, որ մանուկների բերանով պիտի աղաղակեն, պիտի կանչեն, որ նա է փրկիչը, նա է մեր Տերը»։ Տեսեք, նրանք տեսան հրաշքները, գիտեին, որ մահացածին կենդանություն է տվել։
Իրանց աչքի առաջ տաճարի մեջ արդեն հայտնապես Տեր Հիսուսը հայտնեց իրան ու բժշկություններ արեց, բայց նրանք չարությամբ լցվեցին ու ուզում էին սպանել նրան, ուզում էին, որ դուրս գար տեղից գնար, լռեցնի, որ ինչքան հնարավոր է քիչ մարդ իմանա նրա Մեսիա լինելու մասին։ Գիտեք, մենք էլ ենք շատ ժամանակ մեղադրում, երբ որ լսում ենք այս պատմությունը, ոնց կարային տաճարը դարձնեին առևտրի տեղ, ոնց կարային չընդունեին հրաշքները Տեր Հիսուսի, բայց երբ որ գալիս է մեր կյանք, արդյոք մենք ընդունում ենք։ Արդյոք մենք բացում ենք մեր սիրտը իր առաջ, ոնց որ այս մանուկներն էին գոռում։ Մանուկների պես պետք է լինեք, որ մտնեք Աստծո թագավորություն։ Այս երեխեքի պես անարատ ձևով պետք է ընդունենք Տեր Հիսուսին։ Հիսուսի ամեն մի արած գործը, ոնց որ մանուկներն են հավատում, այդտենց մենք պետք է հավատանք, որ Տեր Հիսուսը գործ անի մեր կյանքում, որ մեր սրտերը բաց լինի ինչ-որ մի բան անելու, ինչ-որ մի բան զոհելու իր անվան համար։ Արդյոք մենք պատրաստ ենք, երբ որ Տերը մեզ կկանչի, Տերը մեզ կասի արի իմ հետևից, այս ինչ բանը զոհի իմ համար, որ ինչ-որ մեկի կյանքը փրկվի։ Եվ գրված է, որ նա ամեն օր գալիս էր տաճար և մարդկանց Աստծո խոսքեր խոսում։ Այս գալուց հետո, երբ որ նա եկավ արդեն, ամեն օր գալիս էր և Հովիվը ասեց, որ մենք էլ ամեն օր պետք է գանք ու Տիրոջ խոսքով կիսվենք, ավագ շաբաթը ապրենք Աստծո խոսքի մեջ։ Բարդ Տիրոջը կանեի պատրաստել Տիրոջ խոսքից, օրհնյալ է մեր Տերը, որ գալիս է մեր կյանքը։